ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նախօրեին ընտրողների հետ հանդիպման էր մասնակցում, որտեղ ներկայացել էր թանկարժեք հագուստով եւ զարդերով։ Լուսանկարներում երևացող Max & Co բրենդի ծաղկային նախշերով կարդիգանի արժեքը ըստ վաճառքի կայքերի շուրջ $344 է։ Նույն ապրանքանիշի ջինսե կիսաշրջազգեստը վաճառվում է շուրջ 24 000 ռուբլով, ինչը ներկայիս փոխարժեքով մոտ $300 սահմաններում է։ Հագուստը լրացվում է APM Monaco բրենդի զարդերով, վզնոցի արժեքը գնահատվում է մոտ $333, իսկական ճյուղերինը €185։ Այսինքն, միայն հրապարակային լուսանկարներում երևացող հագուստի եւ զարդերի ընդհանուր արժեքը գերազանցում է $100-1200, առանց կոշիկների, պայուսակի, ժամացույցի եւ մյուս աքսեսուարների։ Սա, սակայն, առաջին դեպքը չէ, երբ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հագուստն ու աքսեսուարները հանրային քննարկման թեմա են դառնում։ Ավելի վաղ Ժողովուրդ օրաթերթը ներկայացրել էր նախարարի մեկ այլ հրապարակային կերպար, որի ընդհանուր արժեքը գնահատվել էր շուրջ $2.2 միլիոն։ Այդ լուքում ներառված էին շուրջ $3132 արժողությամբ պայուսակ, մոտ $180,000 արժողությամբ գոտի, շուրջ $600,000 գնահատվող վագրային նախշերով կոշիկներ, ինչպես նաև կոստյում $106,000։ Իսկ օրեր առաջ ուսանողների հետ հանդիպման ժամանակ Ավանեսյանը կրել էր իտալական Pinco բրենդի կրոտոլաջ ժիլետ մոդելը, որի արժեքը շուրջ $305 է։ Իհարկե, յուրաքանչյուր մարդ, այդ թվում նախարարը, իրավունք ունի հագնվել այնպես, ինչպես ցանկանում է եւ ինչպես թույլ են տալիս իր հնարավորությունները, սակայն խնդիրն այստեղ քաղաքական եւ բարոյական ուղերձն է, որը նման պատկերները փոխանցում են հասարակությանը։ Պաշտոնական տվյալներով Հայաստանում աղքատության մակարդակը կազմում է 21.7%։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր 5-րդ քաղաքացին ապրում է աղքատության պայմաններում։ Միջազգային կազմակերպությունների գնահատականներով մեր երկրում թերսնված բնակչության թիվը հասնում է շուրջ 560 000-ի։ Միևնույն ժամանակ առողջապահական համակարգում շարունակում են մնալ բազմաթիվ չլուծված խնդիրներ։ Քաղաքացիները դժգոհում են դեղերի գներից, բուժօգնության հերթերից, մարզերում մասնագետների պակասից եւ առողջապահական ծառայությունների հասանելիությունից։ Եվ հենց այդ ֆոնին է, որ պաշտոնյաների ցուցադրական շքեղությունը դառնում է ոչ թե նորաձևության, այլ քաղաքական պատասխանատվության եւ հանրային զգայունության հարց։ Ավելին, այն դառնում է խորհրդանշական պատկեր այն բևեռացման, որը տարիների ընթացքում ձևավորվել է իշխանության բարձրագույն օղակների եւ հասարակության սոցիալապես խոցելի շերտերի միջև։ Մի կողմում հարյուրավոր եւ հազարավոր դոլարների արժողությամբ զարդերն ու բրենդային հագուստն, մյուս կողմում հազարավոր ընտանիքներ, որոնք ամեն ամիս հաշվարկում են, ինչպես վճարեն դեղերի, սննդի եւ բուժման համար։ Այդ հակասությունն է, որ այսօր ավելի բարձր է խոսում, քան ցանկացած նախընտրական ելույթ։